Ինչու կամ ինչից է ցավում ձեր գլուխը։ Որ դեպքերում է գլխացավը վտանգավոր։ Ամսվա մեջ քանի անգամ գլխացավ ունենալն է համարվում նորմալ։ Այս եւ գլխացավի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր հարցերի պատասխաններ դուք կստանաք այսօր նևրոլոգիկա նախագծի առաջին թողարկման մեջ։ Ես բժիշկ Նյարդաբան Դավիթ Ալոյանն եմ։ Միացեք Doctors Room YouTube-յան ալիքին նևրոլոգիկայի թողարկումները բաց չթողնելու համար։ Գլխացավը ամենատարածված նյարդաբանական գանգատներից մեկն է, այն ինչպես ինքնուրույն հիվանդություն է, այնպես էլ տարբեր հիվանդությունների ախտանիշ։ Գլխացավերի մասին կարելի է շատ երկար խոսել, պատրաստել բազմաթիվ հաղորդումներ, բայց այսօր մենք անդրադառնալու ենք 7 կարևոր հարցի։ Առաջին հարց. որ գլխացավերն են վտանգավոր եւ որ գլխացավերն են պահանջում անմիջապես դիմել բժշկի օգնության։ Այն գլխացավերը, որոնք կյանքում նախկինում երբևէ դուք չեք ունեցել։ Խոսքը եւ տեղակայման, ցավի բնույթի մասին է, եւ գլխացավի ուժգնության մասին։ Ինսուլտը, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումը, նյարդաբանական մի շարք հիվանդություններ, այդ թվում բորբոքային բնույթի, օրինակ բոլորին հայտնի մենինգիտները, հաճախ սկսվում են հենց ոչ տիպիկ եւ շատ ուժեղ գլխացավերով։ Երկրորդ հարցը. արդյոք նորմալ է ամսվա ընթացքում 1, 2 կամ 3 օր ունենալ գլխացավեր։ Նորմալ է, եթե այդ գլխացավերը կապված են ծանրաբեռնման, սննդի ռեժիմի կամ քնի ռեժիմի խախտումների հետ։ Նորմալ չէ, երբ ձեր ապրելակերպում չկա որևէ խնդրահարույց կետ, սակայն գլխացավերը ձեզ մոտ սկսում են առաջանալ այսպիսի հաճախականությամբ։ Քանի որ սկզբում ամսվա ընթացքում դրանք կառաջանան 1, 2 եւ 3 անգամ, իսկ այնուհետև կվերածվեն ամեն շաբաթվա ընթացքում նույն հաճախականությամբ գլխացավերի եւ ի վերջո կարող են դառնալ քրոնիկ ու ձեզ տանջող գլխացավեր։ Այնպես որ եթե ունեք այս տեսակի գլխացավեր, ժամանակն է նյարդաբանին դիմելու մտածելու մասին։ Երրորդ հարցը. ինչու պետք է դիմել գլխացավի համար որևէ մասնագետի, եթե ես կարող եմ օգտագործել ցավազրկող դեղորայք եւ անցկացնել այն։ Իհարկե, ցավազրկող դեղորայքը արդյունավետ է տարատեսակ գլխացավերի դեպքում, սակայն կան գլխացավերի բազմաթիվ տեսակներ, որոնք չեն ենթարկվում ցավազրկող դեղորայքի ազդեցությանը, ինչպես նաեւ կան գլխացավեր, որոնք ցավազրկող դեղորայքով միայն հանգցվում են, սակայն չեն բուժվում, եւ պարբերաբար ցավազրկող դեղորայքի ընդունումը բերելու է նրան, որ դուք չեք բուժելու բուն խնդիրը, այլ միայն քողարկելու եք այն։ Չորրորդ կարևոր հարցը, որն է գլխացավի պատճառը եւ արդյոք այդ պատճառը միշտ հասկանալի է բժիշկներին։ Այս հարցի պատասխանը հետեւյալն է։ Կան գլխացավի տեսակներ, որոնք կոչվում են առաջնային գլխացավեր, ինչպես օրինակ լարվածության տիպի առաջնային գլխացավը կամ միգրենը, որը միակողմանի ցավ է, շատ հայտնի գլխացավի տեսակ։ Այս գլխացավերի հետ կապված կան տեսություններ, թե ինչու են դրանք առաջանում եւ ինչպես դրանք կառավարել ու բուժել։ Սակայն վերջնական հստակ պատճառ հայտնի չէ։ Ինչ պետք է անել այս դեպքում։ Այս դեպքում պետք է վստահել բժշկին եւ շարժվել գլխացավի ճիշտ ախտորոշման եւ այդ ախտորոշմանը համապատասխան բուժման մոտեցումների ուղղությամբ։ Բայց կան նաեւ գլխացավեր, որոնք ունեն հստակ պատճառներ, դրանք կոչվում են երկրորդային գլխացավեր, որոնք դիտվում են տարբեր տեսակի առողջական խնդիրների դեպքում։ Ինչպես օրինակ զարկերակային բարձր ճնշման դեպքում լինում է երկրորդային հիպերտենզիոն գլխացավ։ Կամ օրինակ տարբեր պատճառներով կարող է բարձրանալ ներգանգային ճնշումը եւ եւս առաջանա գլխացավ։ Կամ արյան բաղադրության փոփոխությունները։ Օրինակ երկաթի պակասի հետևանքով կարող է դիտվել երկաթդեֆիցիտային անեմիա կոչվող վիճակը, որը արյան բաղադրության որոշակի փոփոխություններով պայմանավորված հիվանդություն է եւ այս դեպքում եւս լինում են անտանելի եւ անդուր գլխացավեր։ 5-րդ կարևոր հարցը. արդյոք գլխացավը ուռուցքի նշան է։ Այս հարցը շատ է տանջում մարդկանց, առաջացնում է տարատեսակ վախեր։ Ուռուցքի դեպքում մենք ունենք գլխում ավելորդ ծավալ։ Դա կարող է բարձրացնել ներգանգային ճնշումը եւ բերել հատուկ տեսակի գլխացավի։ Հաճախ մարդկանց մոտ լինում է մտավախություն, որ եթե օրինակ ցավում է գլխի կեսը, ապա այդ կեսում ինչ-որ մի բան կա, որը որ առաջացնում է ցավը։ Իրականում գլխուղեղը չունի ցավային ռեցեպտորներ, չունի ցավի հանդեպ ընկալիչներ եւ մենք չենք կարող զգալ ուռուցքի հետևանքով առաջացող ցավը։ Կարող են զգացնել տալ այն ուռուցքները, որոնք որ տեղակայված են որոշակի նյարդերին շատ մոտ, սակայն այդպիսի դեպքերը լինում են հազվադեպ եւ այդպիսի դեպքերում լինում են հստակ նյարդաբանական ախտանիշներ։ Օրինակ, եթե ուռուցքը տեղակայված է երրորդ նյարդին մոտ, դուք կունենաք անտանելի ցավեր դեմքի կեսում։ Այնպես որ եթե դուք ունեք միայն գլխացավ որոշակի հատվածում, բայց չունեք այլ ուղեկցող նյարդաբանական ախտանիշ, ինչպես օրինակ դեմքի կեսի ցավը կամ ակնաշարժ նյարդի ֆունկցիայի խախտումը, ապա կարող եք լինել հանգիստ։ Ձեր գլխացավը ուռուցքով պայմանավորված չէ։ 6-րդ հարցը.
մտավախություններն են կապված գլխացավի բուժման հետ։ Շատերը կարծում են, որ գլխացավի գանգատի դեպքում նյարդաբանի դիմելուց ստանալու են ծանր դեղորայքի նշանակումներ։ Իրականում միշտ չէ, որ ծանր դեղորայքի կարիք է լինում, գլխացավի բուժման համար կան դեղորայքային տարբեր մոտեցումներ, եւ տրամաբանությունը այստեղ այն է, որպեսզի բուժումը սկսվի առավելագույն թեթև դեղորայքից, ինչպես օրինակ մկանային լարվածությունը թուլացնող դեղերն են, կամ զարկերակային ճնշման եւ սրտի աշխատանքի վրա որոշակի ազդեցություն ունեցող բետա բլոկերները, այնուհետև նոր անցում է կատարվում հակադեպրեսանտներին կամ հակացնցումային դեղերին ցածր դեղաչափերով։ Եվ 7-րդ հարցը՝ ինչու դիմել բժշկի, եթե չկան վտանգներ եւ եթե գլխացավը օրերից մի օր կանցնի։ Ցավոք սրտի, նման կերպ մտածող մարդիկ հաճախ հանգում են այն փաստին, որ օրերից մի օր գլխացավը չի անցնում։ Գլխացավը չբուժելու դեպքում այն ունի քրոնիկ դառնալու հատկություն, ավելանում է ամսվա ընթացքում գլխացավի օրերի քանակը, ավելանում է ցավի ուժգնությունը, այնպես որ այսօր դուք կարող եք կայացնել որոշում, լուծել գլխացավի խնդիրը, հաղթահարել այն եւ լավացնել ձեր կյանքի որակը հենց հիմա։ Եվ այսպես եկեք կառուցենք տրամաբանական շղթա, թե ինչպես պետք է վարվել տարբեր տեսակի գլխացավերի դեպքում։ Նախ առաջին հարցը. գլխացավը սուր է, նոր է առաջացել, այդպիսի գլխացավ նախկինում չեք ունեցել, թե այն քրոնիկ է։ Եթե ձեր գլխացավը սուր է, նոր է առաջացել, ապա շտապ դիմում ենք բժշկի։ Եթե այն քրոնիկ է, եւս պետք է զբաղվել բուժմամբ։ Պետք է արդյոք վախեր ունենալ, թե ոչ։ Վախեր ունենալ պետք չէ, քանի որ ուռուցքները գլխացավերով արտահայտվում են շատ հազվադեպ դեպքերում եւ արտահայտվում են ոչ տեղային ցավերով։ Իհարկե, ցավազրկողներ ընդունելը եւ գլխացավերը ժամանակավորապես լրացնելը եւս մոտեցում է, սակայն եթե դուք ուզում եք խնդրից վերջնական ազատվել եւ բաց չթողնել այլ հավանական առողջական խնդիրներ, ապա ճիշտ որոշումն է զբաղվել գլխացավի ախտորոշմամբ, հստակ իմանալով թե ինչ տեսակի գլխացավ է ձեզ մոտ եւ վստահել այդ գլխացավի բուժումը մասնագետներին, մասնավորապես նյարդաբաններին։ Սա նևրոլոգիկայի առաջին թողարկումն էր, իսկ մյուս թողարկումները բաց չթողելու համար միացեք Doctors Room YouTube ալիքին։ Կհանդիպենք։